Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում Փակ TV-ի Արենա բանավիճային ծրագիրն է։ Սեղմեք զանգակ կոճակը, խնդրում եմ, բաժանորդագրվեք Փակ TV-ին եւ դիտեք մեր հաղորդումները։ Այսօրվա մեր բանավիճային հաղորդման հյուրերն են ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Արա Պապյանը, բարև ձեզ պարոն Պապյան, եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք այստեղ, եւ ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանը, պարոն Աղազարյան, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալություն։ Բարեկամներ, այսօր բնականաբար ես առաջարկում եմ մեր զրույցը սկսենք ԿՊ վերջին համաժողովում Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, հրապարակած թեզերից։ Նիկոլ Փաշինյանը նախ ազդարարեց, որ խաղաղության դարաշրջանը արդեն եկել է, ըստ էության խաղաղությունը հաստատվել է։ Հիմա թույլ տալիս եք ձեզ շնորհավորել խաղաղության վերջնական հաստատման առթիվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, թե սա դեռևս խաղաղություն չէ։ Պարոն Պապյան, սկսենք ձեզնից։ Մենք իհարկե բոլորս ձգտում ենք եւ խաղաղություն ցանկանում ենք, բայց սա խաղաղություն չէ, ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե։ Մենք այս հակամարտության տասնամյակների տարիներին շատ ավելի երկարատև ու խաղաղ ժամանակներ ենք ունեցել, բայց տեսանք, որ քանի դեռ չկա ոչ արձանագրված եւ ոչ էլ հոգեբանական խաղաղություն, դա չի կարող տեղի ունենալ։ Կա ընդհանրապես մի նախաստորագրված փաստաթուղթ, իսկ նախաստորագրումը դեռևս անգամ առաջի փուլը չէ։ Պիտի ստորագրվի, պիտի հավանության արժանանա խորհրդարանների կողմից, մինչև այդ էլ պիտի սահմանադրական դատարանների եզրակացնեն եւ վավերացվի, որովհետեւ մենք դե յուրե խաղաղություն ունենք, ասենք թղթի վրա, բայց դեռ թղթի վրա խաղաղություն ունենալը իրականը տարբեր են, որովհետեւ շատ երկրներ թղթի վրա խաղաղություն ունեցել են, բայց հանգամանքների փոփոխությամբ 1-2 տարվա մեջ պատերազմ վերասկսել են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը փաստորեն զուր է ձեր ասելով շնորհավորել մեր ժողովրդին խաղաղության հաստատման համար, փաստորեն ասեց, որ խաղաղությունը արդեն հաստատվել է։ Եվ մի հարց է, դուք կարծում եք, որ Թրամփի, այսպես ասած, խաղաղությամբ եւ այս օգոստոսի 9-ի ընդհանուր քաղաքական տրամաբանությամբ հնարավոր է իրական խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այլևս Հայաստանին որևէ անվտանգային խնդիր, Հայաստանը որևէ անվտանգային խնդիր չի ունենա։ Որ դուք ասում եք իզուր է շնորհավոր, չէ, իր տեսանկյունից իզուր չի, ինքը ընտրությունների է պատրաստվում եւ խաղաղությունն ապրանքն է, որ ամենալավ ծախվող ապրանքն է լինելու ընտրությունների ժամանակ, ինքը այսպես էլ ներկայացնել է, որ ես ձեզ բերեցի խաղաղություն եւ վստահ եմ, որ մինչեւ ընտրությունները պատերազմ չի լինելու։ Ալիևը ամեն ինչ անելու է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ինչ վերաբերում է Թրամփի դերակատարությանն Միացյալ Նահանգների դերակատարությանը, ես մշտապես հանդես եմ եկել եւ հիմա էլ եմ հանդես գալի Ամերիկայի հնարավոր լայն ընդգրկուն ներգրավման, բայց սա այդ ձևը չէ, որովհետև այդ փաստաթուղթը մի ինչ որ հռչակագիր, որը այդտեղ վկայի կարգավիճակով Թրամփ ինչ որ մի բան է ստորագրել, դա չի բերելու խաղաղություն, որովհետև դրա համար հիմքերը չկան։ Մենք եթե տեսնենք օրինակ Ալիևի կողմից իր հռետորաբանության փոփոխություն, տեսնենք քաղաքական փոփոխություն, ինչ որ հույս կներշնչեր։ Մենք չենք տեսնում 4.9 միլիարդ դոլար ռազմական ծախսերը գալ տարի դառնալու են 5.1 միլիարդ, եւս 200 միլիոնով ավելանալու են եւ այլն։ Տարբեր ցուցանիշներ կան այդտեղ։ Պարոն Աղազարյան, խոսքը ձեզ։ Համաձայն եմ արտահայտված մտքերից, պարոն Պապյանի, բայց ես մի ուրիշ բան էլ ասեմ, երկու ուրիշ բան ասեմ։ Ես մի 7-8 ամիս առաջ ինձ հարց էի տալիս ինքս ինձ։ Ասենք Ալիևը կուզի, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Մտածում եմ պատասխանը այն է, որ այո, կուզի։ Ինչի՞ կուզի, որովհետև Ալիևի համար հեշտ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունը վարել երկու երկրների հարաբերությունները եւ այլ, չխորանանք թե ուրիշ նպատակ այդ ապնդում, բայց մտածում եմ, եթե Ալիևը կուզի, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի որպես վարչապետ, այդ դեպքում մի բան պիտի անի, թե չէ։ Արես այդ մի բանը, այդ նախաստորագրություն կոչված այդ կներեք բարի համար կապիկությունը։ Հիմա խաղաղության հետ կապված ընդհանրապես աշխարհում ես մարդ չգիտեմ, որ խաղաղություն չի ուզում։ Կաթաթած գրքերով, տեսած ֆիլմերով, լսածս եւ այլ։ Հիմա այստեղ էլ երկու խաղաղության մոդելի մասին է խոսք այս տարածաշրջանում։ Ալիև Էրդողան մոդելը եւ Նիկոլ Փաշինյան պայմանական Աղազարյան Հովիկ մոդելը։ Նիկոլ Փաշինյան եւ պայմանական Աղազարյան Հովիկ մոդելը կայուն խաղաղության չի ապահովում, որտեղ այդ մոդելն ասում է հարևանություն, բարեկամություն, տարածաշրջանը ապա շրջափակում, գան կարետուրանը եւ այլ, շատ մարդկային եւ այլ ճիշտ մոդել, բայց այս մոդելը կայուն խաղաղության մոդել չի, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը
վախենում են Հայաստանից։ Իրենք ասում են, չէ, Հայաստանը մի օր գարձակվի մեր վրա, եւ մեր 100 միլիոնանոց ասպետկոչված ժողովրդին կկոտորի։ Հետեւաբար իրենք առաջին քաշում խաղաղության իրենց մոդելը, որը ավելի կայուն մոդել է։ Տարածաշրջանում չպետք է հայկական պետականություն, հայերը կարան մնան, կարան չմնան, այն առաջվա ցեղասպանությունը ասում են, որ մորթել են բանման, հղիկանաց փորերը ճաղել մղել, այդպես բան չի նե իհարկե, կարծում եմ կամ հույս ունեմ, բայց այդ խաղաղությունը կլինի կայուն։ Եվրոպան էլ ծափ կտա, ծափահարի, որ կայուն խաղաղություն ստեղծի տարածաշրջանում, ինքը իր արիշվերիչները կազմեն եւ այլ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրականացնող այն կուրսը ինչ-որ իրականացնում է, իրականում նպաստում է ոչ թե իր եւ պայմանական Հովիկ Աղազարյանի խաղաղության մոդելի կյանքի կոչելուն, այլ թուրքական, ադրբեջանական խաղաղության պայմանագրի կյանքի կոչելուն։ Պարզ է։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն նաև մի այլ թեզ հրատարակ, ի թիվս այլ թեզերի, նա ասեց, որ մենք այսքան ժամանակ պարզապես ապրել ենք գլավլիտային կայսերական հայրենասիրության տրամաբանությամբ, այսինքն մի տեսակ վիրտուալ հայրենասիրությամբ եւ իրականում չենք ունեցել փաստորեն ես իր խոսքերից ասած մեր իրական հայրենիքը, իրական Հայաստանը։ Ինչ կարծիք եք, սա նոր հեղափոխական թեզ է, մենք սխալ ենք ապրել մեր կյանքը մինչև 2024-2025 թվականները, մենք իրականում մեր հայրենիքում չենք ապրել, նա նաև ասաց, մենք վերջապես գտել ենք մեր հայրենիքը, այդ ինչ հայրենիք է գտել Նիկոլ Փաշինյանը, որ մենք այսքան ժամանակ չենք իմացել, հա, ստացվում է առաջին հայացքից, պարզապես, եւ ինչ եք կարծում Ինչպիսի հայրենասիրության մոդել է Նիկոլ Փաշինյանը առաջարկում։ Նա նաև մեղանչում է, որ մենք, թեև նաև ասում է մի քիչ հակասություն, որ մենք խորաթափանց իմաստուն ժողովուրդ ենք, բայց խորաթափանց իմաստուն ժողովուրդը ինչպես կարող էր ապրել վերացական, անիրական հայրենասիրությամբ եւ ինչ որ հանգեր, վերջիվերջո կրեր այն բոլոր աղետալի զարգացումները վերջին շրջանի ինչը որ կրեց։ Պարոն Պապյան, խոսքը ձեզ։ Գիտեք, հայրենիքը արոտավարից տարբերվում է նրանից, որ այդ հայրենիքի մեջ կան, եթե Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերցնենք, վերացական ինչ-որ վեհ բաներ, այդպես է հայրենիքը։ Այսինքն, եթե մենք նայենք զուտ պրագմատիկ տեսած, խոտը որտեղ կանաչա, գնանք այնտեղ արածել սկզբունքը, որտեղ դա է լավը։ Այդպես չի լինում։ Հենց հայրենիքը հիշողությամբ է հայրենիքը, արածարով է հայրենիք, չգիտեմ, տառապանքով, երազանքով եւ այլն։ Դրա համար են մարդիկ կռվում այդ հայրենիքի համար պաշտպանում։ Դրա համար ենք մենք այս երկրում ապրում։ Ինչա մենք չգիտենք, որ եթե գնանք ուրիշ երկրում ապրենք, ավելի լավ ենք ապրելու նյութական տեսանկյունից, բայց հոգեոր տառապելու ենք, չէ՞, այդ որ ասում են կարոտ կա, այսքան, բայց այդ ամբողջը, բա մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ։ Զգացումներով է տարբերվում։ Չի կարելի մարդուն իջեցնել անասունի մակարդակի եւ ասել այս էր քո արոտավայրը, ստեղ լավ է։ Նիկոլ Փաշինյանը, գիտեք, դա իրեն չվերաբերող հարցեր է, որի մեջ ինքը խոսում է։ Դրանք լուրջ, խորը, փիլիսոփայական, եթե ձև հարցեր կա, ամբողջ ազգային, այսպես քննարկումներ պիտի լինեն, պիտի եռա, այս նոր չի։ 19-րդ դարում էլ մենք ունեցել ենք նման քննարկումներ տարբեր հարցերի շուրջ, ինչ բան է հայրենիք, այդ նույն ազատագրական պայքար եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանը իր վրա շատ է վերցնում եւ ամեն անգամ ինքը իր ոտին է գցում։ Ինքը ոչ մի բան տակից չի կարող դուրս գա։ Իր խնդիրը ինքը վարչապետ է։ Ինքը այս երկիրի ընթացիկ պիտի կառավարի, ճիշտ կառավարի, չգիտեմ, բանակը ուժեղ լինի, տնտեսությունը լավ աշխատի եւ այլն։ Այդ հարցերը իրեն չեն վերաբերում։ Այդ թողի ժողովրդին, ժողովուրդը ինքը կորոշի։ Ինքը ճիշտ է ապրել, սխալ է ապրել, ճիշտ է ապրելու եւ այլն։ Բոլշևիկները ի դեպ ասեմ, դա բոլշևիզմին բնորոշ է։ Շատ ավելի լուրջ քաղաքականություն են իրականացնել այս ժողովրդի մեջից անելու Նիկոլ Փաշինյանը ասած այդ վերացական հայրենիքը։ Շատերը մոռացել են նույն այդ մարդկանց արած սարին նայելու համար, վախ արած ասելու համար ակսորել են։ Ես ազգականներ ունեմ այդ ձև։ Փաստորեն հիմա էլ ասում է, որ փաստորեն դա վտանգում է մեր անվտանգությունը, այսինքն եթե մենք դնենք մեր պատին արած սարը, թուրքերը կզայրանան եւ մեզ կպատժեն։ Չէ, նայեք, թուրքերը եթե ուզենան պատրվակ գտնեն պատերազմ սկսելու անելու են։ Կապ չունի, հիշեք Սիրիա, Թուրքիա եղբայրական հարաբերությունները Ասադն ու Էրդողանը իրար հետ տոլում էին ուտում եւ այլն։ Հենց հարմար քթավ Թուրքիան, որ կարելի է ներխուժեց։ Վստահեցնում եմ ձեզ, ուզում այդ նկարը դնենք, չդնենք, ուզում է, չգիտեմ, բոլորին լրացնենք եւ այլն, պատրվակ գտնելու են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Խաղաղություն կարող է լինել միայն ռազմա քաղաքական հավասարակշռություն հաստատելուց հետո։ Այ ո՞նց ենք անելու։ Հենց դա ուրեմն պիտի դաշնակիցներ գտնենք, ուրեմն պիտի ռազմական արտոնաբերություն զարգացնենք, սա է հարցը։
այո դու չես կարող թշնամուցդ ավել լինել մեր, բայց դու պիտի ունենաս այնպիսի հզորություն, որ ինքը 10 անգամ մտածի նոր արդյոք այդ գինը արժի տա թե չէ քո վրա հարձակվելու, նաև պիտի հասկանանք, որ տարբերություն կա, եթե ինքը առաջի երկու օրը թշնամի չի անցնում մեծ հաջողության եւ դու կարողանում ես դիմադրել, հետո արդեն աշխարհում իրավիճակը փոխվում, այսինքն միջամտության հարց կա եւ այլն։ Ի սկզբանե ասել, որ մենք մեր հարևաններից թույլ ենք, հետեւաբար ոնց որ ասած սիրաշահելով լեզու գտնենք չի լինի։ Աշխարհի երկրները մենակ մենք չենք, որ ունենք թշնամի հարևան, մեզանից հզոր հարևան, ասենք Թուրքիայի պարագային։ Մի հատ Մոնղոլիայի վիճակը նայեք, Չինաստանի ու Ռուսաստանի արանքն է։ Իրանք էլ 1 միլիոն ու կես ժողովուրդ են, շատ էլ չեն։ Բայց ինչ է, իրանք ասում են, որ Չինաստանը միլիարդից ավել է, ուրեմն վերջ գնանք հանձնվենք եւ այլն։ Հետեւաբար դու պիտի քո իրականացնես հատկապես կրկնում եմ պատմական փորձը, նորագույն փորձը ցույց է տալիս, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան հավատարիմ չեն իրենց խոսքին։ Նույն Ադրբեջանը բազմաթիվ փաստաթուղթեր ստորագրել ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ ԵԱԿ շրջանակում եւ այլն, բայց պահ եկավ օգտագործեց, հետեւաբար այդ փաստաթուղթն էլ հաստատ չի գործելու, եթե մենք դրա համար չստեղծենք համապատասխան հիմքեր, ինչպես ինքն ասում, իրական հիմքեր։ Եթե ուզում ենք իրական բան անի, այդտեղ պիտի իրականն անի։ Պարզ է, շնորհակալություն, պարոն Աղազարյան, ձեր տեսակետը Փաշինյանի այս հայրենասիրությանը վերաբերող թեզի մասին։ Գիտեք, Փաշինյանի ուժը որտեղ է կայանում, որ ինքը վերցնում է մի հատ ճշմարտություն, փոքր ճշմարտություն եւ դրա վրա կառուցում է ամբողջ դատողությունը։ Հա, սովետական իմպերիա էր։ Իմպերիան ունի տրամաբանությունը, ուզում է գոյատևի դարերով եւ հետեւաբար բան անում, քարոզություն անում, գաղափարախոսություններ են ներարկում եւ այլ։ Այդ իմաստով նաև հենց ցեղասպանության հետ կապված բաներ, որ ասենք այդ 40-ական թվականներին առաջ մղվեց, հետո դրանից հետո հուշահամալիրը պատրաստվեց եւ այլ։ Իմպերիան անում էր իր աշխարհաքաղաքական շահերի ստելելով։ Այո, պարոն Փաշինյան, համաձայն ենք ձեր հետ։ Ցեղասպանություն եղել է թե չի եղել, պարոն Փաշինյան։ Ինքը բերում է հասցնի նրան, որ կոպիտ ասած ցեղասպանություն չի եղել։ Բերում է այդ դատողությունը բերում է հասցնի դա, որ ասի ցեղասպանություն չի եղել։ Այդ իր դատողությունը այդ բանի նպատակով է։ Փաստորեն որտեղ է Շվեյցարիայի մեր կան մի քանի բան հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ոնց որ ժամանակին թուրքերը մորթում էին ոչխարի նման կան 3000 անգամ ներողություն կանում են եւ մորթվում էին, նույնիսկ դեպի ոչխարի նման եկել են, լսում են թե վարչապետը ինչ է ասում ցեղասպանության հետ կապված։ Չի ժողտում, բայց դու համոզապես մտածենք եւ այլ։ Ասենք այդ պահերը ինքը իզու չէր ասում, եւ վերից հասցրեց սրան։ Ասենք մենք ենք համաձայն, չէ՞ որ Ռուսաստանը իմպերիայի կորիզը եւ սովետական միությունը դա արել է քարոզչական նպատակով Թուրքիայի ինչ-որ հարցեր կարգավորելու համար։ Հա շատ բարի, բայց գրողը տանի ցեղասպանություն եղել է թե չի եղել վերջին հաշվով։ Բայց անդրադառնանք ձեր հարցի ամենակարևոր մասին, մեր բանավեճը ոսոց այդքան էլ չի ստացվում, որովհետև ինչքան ես հասկանում ենք լավ էլ համախոհներ եք շատ հարցերում։ Ես կբերեմ այնպիսի կետերի, որ կստացվի։ Պարոն Պապյան, ես խնդրում եմ, որ ձեր փորձով, ձեր բանով այդ հարցին մոտ պատասխանեք։ Ես մի երկու հատ միտք կասեմ, մի միտք ասել է ձեր կարևոր հարցին եմ անդրադառնում։ Այո։ Մի երկու հատ միտք ասեմ, որը մի միտք ասել է պարոն Փաշինյանը, մի միտք ասել եմ ես։ Կներեք, դուք նաև նոր բան եք ուզում այսօր հաղորդել, դուք գուցե դրա մասին եք խոսեք։ Պարոն Փաշինյանն ասի, մի միտք էլ ասել եմ ես, եւ խնդրում այդ երկու բաների տարբերությունն ասեք։ Պարոն Փաշինյանը ինչ է ասում, ինչպես նշեց պարոն Ստեփանյանը, որ մենք գտել ենք մեր հայրենիքը։ Մենք գտել ենք մեր հայրենիքը։ Այլևս հայրենիք փնտրելու անհրաժեշտություն չունենք։ Եվ հասկանում եք, թե ինքը ինչ նկատի ունի։ Հիմա ես ուրիշ միտք եմ ասում։ Տառապանքների, կորուստների, հազարամյակների, պետականության կորուստի եւ այլ ճանապարհով վերջին 100-ամյակում մեր սերունդների բոլորի դաշնակ, հնչակ, կոմունիստ եւ այլ եւ վերջին տարիվա մեր սերունդների ջանքերի շնորհիվ պատմական մեր հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծել ենք պետականություն։ Սիրենք ինքն ասում, սիրենք փայփայենք, ես էլ եմ ասում, սիրենք փայփայենք պետականություն։ Այս երկու բաների տարբերությունը ո՞րն է։ Պետականություն թե ֆորպոստ, բայց ինքը ստեղծան ասում է ես եկան շատ կարևոր հարց է։ Ինքը ասում է գտել ենք մեր հայրենիքը, ես ասում եմ պատմական մեր հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետականություն։ Ընդ որում երկուսն էլ նույն բանի նկատի ունենք։ Այդ երկու մտքերի տարբերությունը ո՞րն է։ Տարբերություն կա, դուք արդեն ձեր ասածով ընդունում եք, որ պատմական մեր հայրենիքի մի հատվածի վրա, ես ավելին կասեի ոչ միայն պատմական, այլ իրավական մեր
Սահակյանենքի մի հատվածի վրա, որ նշանակում է, որ մենք չենք փակում ընդհանրապես դռները տարբեր զարգացումների։ Որևէ մեկը, ովքեր օրինակ ես, որ Ուիլսոն իրավարար վճռի Սևրի պայմանագրի հետամուտ լինողնաց, ես չեմ ասում վաղեք այդ հարցը դնենք եւ առաջ մղենք։ Իմ ասած հետեւյալն է, այդ ամբողջ ուսումնասիրենք, պատրաստենք աշխարհաքաղաքական համապատասխան փոփոխությունների դեպքում դա կարող է օգտակար լինի։ Առավել եւս դա ես անում եմ հենց Նիկոլ Փաշինյանի ասած այս իրական հայրենիքի անվտանգության համար, հասկանում եք, որովհետեւ երբ որ օրինակ նույն Արցախի հարցով մենք ցույց տանք, որ Արցախը Հայաստանի դե յուրե մաս է եւ ըստ էության մենք օկուպանտ չեն, ինչի վրա խաղաց Ադրբեջանը, որ ինքը դեօկուպացիայի է ընթարկում Արցախը եւ աշխարհի համակրանքը դրանով նվաճեց եւ այլն։ Եվ ես այդ ժամանակ տարիների վեր հանդես եմ եկել ինքնորոշման դեմ, որտեղ ասում եմ ինքնորոշում նշանակում է դու ընդունում ես, որ դա օրինական Ադրբեջանի ենթակայության տակ է եւ այդ ժողովուրդը ուզում է կամ արտահայտությամբ անջատվի։ Հակառակը պիտի լինի, այդ օկուպացիա եւ դեօկուպացիայի մասին է։ Կներեք, բայց դա Փաշինյանի թեզը չի, պարոն Պապյան, երբ որ Արցախի Ստեփանակերտի ազատության հրապարակում ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ եւ ընդդիմադիրները հիմա նրան պախարակում են նրա համար, որ նա իրավական հիմք է ստեղծել Ադրբեջանի համար իր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների համար։ Իմ ու իր ասացի մեջ տարբերությունը հետեւյալն է, ինքը դա որպես լոզունգ կարգախոս է ասում։ Իմ առաջարկը եղել է գնալ միջազգային դատարան, երբ որ Ադրբեջանն ասում էր դուք օկուպացել եք 20%-ը, հարց բարձրացնել, որ ես օկուպացնեմ, պիտի ապացուցի, որ տիտղոսը Արցախի քոնն է, ես գրավել եմ։ Գնան կողմերով միջազգային դատարանը եզրակացություն տա, որ երկրի տիտղոսն ամրագրված։ Իդեպ մենք ուշ թե շուտ գնալու ենք, որտեղ Ադրբեջան արդեն դիմել է իրավարարության միջազգային դատարան 2 հայցով մեր դեմ այնտեղ բնական ռեսուրսների շահագործման եւ այլն եւ մեզանց 100 միլիարդավոր դոլարներ ազում եւ միակ խուսափելու ձևը նա է, որովհետեւ մենք ցույց տանք, որ դա Ադրբեջանի տարածք չի։ Իսկեն ուզած չուզած այդ ամբողջը մենք պիտի անենք։ Բանը հետո տարբերություն կա, երբ որ դու ասում ես այդ 29000, չգիտեմ, հիմա 746 իջավ, որից հաստատ ավելի քիչ ենք մեր վերահսկողության տակ, սա է մեր իրական հայրենիքը, մի քիչ շատ այդ իրական ասածը ո՞րն է։ Իրական ասածը նա է, որ ինչ որ մեկը ասում էր քո զինվորն է կանգնած, եթե մենք այդ մտադրությամբ դնենք, մենք եւ ասում եմ, եւ մի տանիրս մեզի փորձություն չի աղոթքի մեջ, մենք փորձության ենք տանում մեր հայրենիքը։ Իսկն մենք մեր հարևաններին դրթում ենք, որ եթե իրանք վաղը գան, իրանք զինվորը ուրիշ տեղ կանգնի գրավի, այդ նշանակում է այդքան մեր իրական հայրենիքը չլինի, իր հայրենիքը կլինի։ Դա շատ վտանգավոր թեզ է։ Այսինքն ասել, որ ով որ այն հողը տիրապետում է, ասենք իր զինվորի ուժով, ուրեմն այդ Իրանն է պատկանում։ Հատկապես մեր, երբ որ մենք ունենք առնվազն 2 թշնամի հարևաններ, պիտի ընդունենք այդ թշնամի հարևանների գոյությունը, եւ իրենք այստեղ մի ուրիշ խնդիր կա։ Կարծեք պարոն Աղազարյանն էլ իր մտքում դրա այդ մի բան ասաց։ Բայց նա կարծես թե թշնամի չի համարում, չէ՞, այդ երկու հարևաններին ավելի շուտ նրա կարողությունը թշնամի է համարում այսօր, ասենք Ռուսաստանը։ Բայց բովանդակությունն է կարևոր, չէ՞, ես Ռուսաստանին բազմիցս քննադատել եմ, հիմա էլ քննադատեմ, սխալ է արել, ինքը դավաճանել է եւ այլն, բայց ռուսական շահերի տեսանկյունից հայկական ինչ որ պետականության գոյությունը խեղճ իր ձեռի տակման, մենք մի քիչ գլոբալ նայենք, էլի իր ձեռատալի, իր ձեռի տակ, բայց ինչ-որ մի բան լինի, որ ֆորպոստ լինի, չգիտեմ ինչ ուզում է լինի, այդ առումով։ Թուրքականի համար ոչ, եւ այստեղ խնդիրներից մեկը հենց նույնը ցեղասպանության եւ հայկական հողերի ու պահանջատիրության հարցը, որտեղ մենք բարձրացնենք թե չբարձրացնենք այս հարցը, իրենց մտքի մեջ կա։ Ես բազմիցս եմ պատմում, ես մի դրվագնել պատմեմ, խոսքը փոխանցեմ։ Ես սկսել եմ զբաղվել առաջի անգամ լուրջ իրավարար վճռով, երբ որ 98 թվականին ես Թուրքիայի գլխավոր շտաբում ՆԱՏՕ-ի պատվիրակությանը լսում էի Կիվրիկ Օղլուի, որը չգիտեր որ հայ կա, գլխավոր շտաբի Կիվրիկ Օղլուի ճառը եւ նա 45 րոպե ժամից ավել ելույթի մեջ խոսում էր եւ ասում էր, որ դուք հիմա օգտագործում եք հայկական հարցը մեր դեմ, որպեսզի տրոհեք Թուրքիան եւ այս հողերը վերցնեք, որովհետեւ Թուրքիայի հզորացումը ձեր դուր չի գալ։ Եկեք հասկանանք, հայկական հարցը հայերը չեն ստեղծել։ Դա հայերին է վերաբերում, բայց դա եղել է միջազգային դիվանագիտության հարց եւ Նիկոլ Փաշինյանը չի փակելու կամ բացելու, այսինքն տեղը որ գա այդ հարցը նորից են բացելու։ Ասածս հետեւյալն է, որ մենք չենք կարող միայն մեր կամքով, ասենք, եթե մենք Թուրքիային չենք դիտում թշնամի, ուրեմն Թուրքիան էլ չի դիտում, ցավոք սրտի այդպես չի։ Թուրքիան միշտ է դիտել մեզ թշնամի եւ թվում է, որտեղ այդ վախը կա։ Ասում են գող, սիրտը դող։ Համեցեք։ Խոսքը ձեզ, պարոն Աղազարյան։ Բայց Իվանը,
պարոն Պապյանն իմ հարցին պատասխանեց իհարկե իմաստով, շնորհակալություն պարոն Պապյան։ Հա դե հիմա ինչ պետք է ասել, այս իմաստով այս գիծը որ տարվում է այսօր, դա շատ վտանգավոր է եւ հիմա էլ առաջակարգվել փաստորեն 4-րդ հանրապետություն ստեղծելու գաղափարը։ 4-րդ հանրապետության ստեղծումը։ Հա, հիմա տեսեք ինչա տեղի ունենում։ Ես ինքս անձամբ համաձայն եմ սահմանադրության մեջ փոփոխությունների եւ նույնիսկ այն փոփոխությունների, որ պահանջում է Ալիևը։ Ես դրան համաձայն եմ։ Եվ հետեւաբար էլի կլինեն անհատներ քաղաքական ուժեր, որ ասենք Նիկոլ Փաշինյանի կողքի կանգնած չեն, որ կարող է պատահի նաեւ իրանք են համաձայն։ Ոչ կետերը մանավանդ հանելով պիտի մենք սա բանը հղում չանենք հռչակագրի վրա, առավելևս որ այդ բանը պարոն Պապյանը կարող է համաձայն չլինի դրա հետ, բայց առավելևս որ այդ խնդիրը ասպես կոչված լուծվել է, որովհետև Արցախը անկախություն հայտարարեց ժամանակին եւ Սպից Ադրբեջանից անկախացավ այսպես կոչված էլի պարոն Պապյանը համաձայն չի եւ հետո Հայաստանից անկախացավ 89 թվականի որոշման բան։ Բայց հիմա ինքը ինչի է ուզում 4-րդ հանրապետություն, որովհետև 4-րդ հանրապետությունը իրան հնարավորություն կտա այդ բանաձևը, արդեն լիքը բանավոր պայմանավորված բաներ դատակով անցկացնի, որովհետև եթե հիմա համադրությունը փոխվի եւ կարողանա նաեւ զինանշանը փոխի, մի 10 տարի հետո պատմաբանները ասել են, որ սա 4-րդ հանրապետություն է, արդեն ստեղծվել է։ Եվ պետք է դեպի հռչակել։ Դե 4-րդ հանրապետությունը ի՞նչ է նշանակում։ Նշանակում է նախորդ հռչակագիրը մնում է չկա արդեն, նոր հռչակագիր է ընդունվում եւ իր իսկ լեզվով խոսած եւ հրասմեր հիշում եք, որ ասում էր, որ կադաստրի վկայական չունենք, ախպեր, մենք կադաստրի վկայական չունենք։ Շատ լավ է հասկանում, Պաշտոնյաները նշանակում։ Դա ճիշտ թեզ եք համարում, թե վտանգավոր թե։ Ինչ ասում կադաստրի վկայական չունենք, այդ հասկանալի է։ Բայց հիմա բանը հինը կտրում է, ասում են նոր հանրապետություն եմ ստեղծում։ Այդ հիմա մակ, ասում են գրանցեք մեր նոր կադաստրի նոր հանրապետություն, կադաստրի վկայական տվեք մեզ։ Բայց գոնե Ադրբեջանը պիտի համաձայնի դրա հետ։ Մակը պիտի ասի, ախպեր, գնա հարևաններից թուղթ բեր։ Ադրբեջանից եւ Վրաստանից եւ Թուրքիայից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից թուղթ բեր, որ տնակ իրաց լույսը չես փակում, բարևը չես փակում, բանը չես փակում, որ հետո քանի կիլոմետր ո՞նց է հիմա որ շենք է սարքում, բնակարան է սարքում, պետք է հարևանները թույլտվություն, բան համաձայնություն տա, որ չես խանգարում, նորը թույլտվությունը տան։ Ասիկ հետո կադաստրի վկայականը տան։ Մակ այդ ձևի ասելու Նիկոլ Փաշինյանը գալու է ուրախ, որտեղ ասեն իրանց շատ լավ հարաբերությունների մեջ է, Ալիև ջան, Էրդողան ջան, նա թող դիրեկտ տվեք։ Ինքն ասում է Նիկոլ ջան, ցավդ տանեմ, հիշում ես 1920 թվականին Էրդողանը կասի։ Կասի հիշում ես 1920 թվականին, երբ որ ես ու դու սուրճ էինք խմում, բանամ Գյումրիում։ Մենք այս ժամանակ խոսում ենք 10000 քառակուսու մասին։ Հիմա դու եկել ես 29743, ինչ ծավալապաշտական բաները։ Մենք չենք կարելի թուղթ տալ 10000 քառակուսի կիլոմետրի հետ կապված կարանք տանք։ Բերենք հասցնենք դրան։ Բերումը հասցնում է դրան։ Ապա փոխի սահմանադրությունը, դրոշը փոխի, զինանշանը փոխի, ինչ ուզում ես արա, բայց ժառանգականությունը ապահովի, որ էսի այն պետության շարունակական այսպես կոչված իրավիճակներն է, դա շատ վտանգավոր թեզ է։ Բայց դրոշն ու զինանշանը փոխելը արդյոք ճիշտ է, այդ ժառանգականությունը դա ուրիշ հարց է։ Դա ուրիշ հարց է։ Համաձայն եմ ես, թե համաձայն չեմ, դա ուրիշ հարց է։ Բայց 4-րդ հանրապետության անվան տակ ինքը այնքան բաներ կիրականացնի փախստականների վերադարձ, եւ Հայաստանի Հայաստանի հետագա ոնց որ պարոն Պապյանն ասեց Թուրքիան ոնց հավեսին զորք մտցեց Սիրիա։ Գիտերի մի Վարդենիսի գյուղերից մեկում 300 ադրբեջանցի կբնակեցնի, մի օր մեկին կսպանի կամ կազմակերպեն սպանություն, Թուրքիան անմիջապես զորքեր կմտցնի Սևանի էտապ, որպեսզի ցույց տա Ղազարի Հովիկի նման էքստրեմիստները սեփ խրեն հայ եւ ադրբեջանցի ժողովրդի բարեկամության մեջ, ու զորքերը կմնան ընդե։ Երիտասարդ մեր ընտանիքներն իմանան, որ արդեն Հայաստանը այդմա դեպի ուրիշ ճանապարհով կվերցնեն, կհեռանան Հայաստանից, կհեռանան։ Դե տրամաբանությամբ շատ-շատերն են այստեղ էքստրեմիստներ, չէ՞, ծայրահեղականություն, որոնք խոսել են Արցախից, ներդրում են ունեցել Արցախյան ազատամարտում, Արևմտյան Հայաստանից են խոսել։ Ես շագերտներով ասեցի, հույսով եմ դրական։ Չէ, այստեղ ուրիշ վտանգավոր բաներ ալու, օրինակ Նիկոլ Փաշինյանի խոսույթի մեջ այս երկու օրը հայտնվել է այն միտքը, որ ինչ գործ ունեն մեր 18 տարեկանները օտար երկրում եւ դուք ես ինչ վտանգավոր բան է։ Այսինքն այս նշանակում է բոլոր նրանք, ովքեր զինծառայություն են անցել Արցախում, որոնք ովքեր որպես կամավոր են եղել կամ ներդրում են արել, բոլորին դու հանցակի տակ ես դնում։ Ես երբ որ ինքը հայտարարեց, որտեղ չէ գոնե պաշտոնական հայտարարություն, որ Արցախը Հայաստան չի եւ այլն, ես այդ ժամանակ գրել եմ հանգիստ կարելի աստուգել, որ սա բերելու է նրան, որ բոլորը ի վերջո հանցագործ են դառնալու եւ երրաբռներ դառնալու օկուպանտների գերեզման։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի վատն այ է, որ ինքը
բավականին երկար ժամանակ վարչապետ արդեն 7 տարի, բայց իմ կարծիքով իր մտածողության ձևը ինքը դեռևս դեղին մամուլի խմբագրով է մտածում, այսինքն էֆեկտը, որը sense լավ կլինի, մի հատ լավ միտք ասեմ, բոլորը խոսան, քննարկեն, բան, այս հարցն է, էլի, այսինքն ես հասկանում եմ, երբ որ դու լրագրող ես, խմբագիր ես, քեզ լավ է, որ քո մտքերի շուրջ բախում ա գնում, ինչ որ լայքեր, դիսլայք, բայց վարչապետը իր ամեն ասած խոսքը վաղը մեր դեմ է դրվելու։ Վաղը մեր դեմ է դրվելու, բա որ վաղը մի հատ ցուցակ ներկայացնեն Էթունև, Աշոտ Փաշինյանով եւ այլն, ասեն, գիտեք, դու ասել ես, որ ես անօրինական ա գտնում, մի հատ վերադարձրեք մեզ, ինչ անելու։ Հիմա խոսակցություններ կան, որ երկրապահների միությունն են ծրում եւ այլն, ասեն, գիտեք ինչ է, սա անվերջ է լինելու։ Դրա համար չի կարելի, այն որ մարդիկ զիջում են, դա ոնց ասած ախորժակը բացում է թշնամու, որովհետեւ մեկը չի ասում պետք է դնել բախում, բայց կա ինչ որ գծեր, մենք դի հասկանանք որն է կարմիր գիծը այս իշխանության։ Հիմա տեսեք, հա ես հասկանում եմ իշխանությունը որպես իշխանություն շատ հնարավորություն ունի ձայներ կորզելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում է գնան կտրության ժողովուրդը, այս ժողովուրդը միշտ էլ իշխանությանն է ընտրել։ Եղել է մի դեպք Հայաստանում, որ ժողովրդի իշխանությանը չի ընտրել։ Չի եղել, բացառություն չկա։ Էլի կընտրի, բնական է, դու ժողովրդին ասում ես ժողովուրդ ջան, սրանք ուզում են Պապյանը պատերազմ ա ուզում, ես խաղաղություն եմ ձեզ բերում, ձեր զավակները 18 ամիս են ծառայելու, երկար կգնաք Բիբարի առևտուր կանեք ու Բադրջանի նրանց հետ ես։ Ժողովրդի 80%-ը մարդիկ իրանց առօրյայի մեջ են ապրում, իրանք մեր նման չեն, որ ժամեր խորանան ամեն օր եւ այլ ինչ որ բան։ Իրանց համար շատ կոստումներ կա եւ հետո պետք է հասկանանք, որ հոգեբանորեն ժողովուրդը միշտ, այսպես ասած, իշխանության ինչ-որ մի քանակ կա իշխանության կողմը, հետո այդ լծակները, բաները, խախտումները, բա խախտումներն էլ է եղել, որ ասում են չի եղել, այնքան է եղել խախտումները գոնե մեր նկատմամբ եղել է։ Հարցս հետևյալն է, որ պիտի քո թշնամին, իսկական թշնամի են այս երկու երկրները հասկանան, որ Հայաստանի պետությունը ունի ինչ-որ գծեր, որից պատրաստ չի զիջել, որտեվ երբ որ ինքը տեսնում է ինչքան սեղմում է, դու այնքան սեղմվում ես, ինքը ավելի է գնում դրան։ Այսինքն դու դրթում ես, որ ինքը անընդհատ քո վրա ճնշում ուժեղացնի։ Եվ մի հարց էլ, որը երևի թե այսպես կթեժացնի մեր բանավեճը, աշխարհքաղաքական Հայաստանի ապագան, ինչպես եք դուք տեսնում, օրինակ Փաշինյանը հրապարակեց մի այլ թեզ եւս, որտեղ նա խոսում էր, որ մենք հստակորեն գնում ենք դեպի եվրոպական միություն, միաժամանակ պահպանելով ինչ-որ բալանսավորված քաղաքականություն։ Բայց դուք այստեղ չեք տեսնում, այսինքն ինչ որ մի աշխարհքաղաքական ճողվածք, այսինքն ինչպես կարելի է հստակորեն գնալ Եվրոմիություն, այսինքն ընտրել մի բևեր, որը տրամագծորեն այս դեպքում օրինակ թշնամական է Ռուսաստանի հանդեպ եւ մեղմ ասած գրեթե թշնամական է երևի թե Իրանի հանդեպ, այսպես աշխարհքաղաքական տարբեր խաղացողների։ Հնարավոր է Փաշինյանի այս բալանսավորված քաղաքականությունը փորձեմ չեզոքրության դիրքերուց հարցը ուղղել, որևէ օգուտ բերի Հայաստանին, թե ոչ։ Ըստ ձեզ։ Փաշինյանը երբեք բալանսավորված քաղաքականություն չի իրականացրել, քաղաքականությունը առաջին կրը պրոռուսական եւ շարունակում է մնալ պրոռուսական։ Հիմա էլ այն բոլոր կազմակերպություններին, ինչ մենք անդամ ենք, մինչեւ Նիկոլ Փաշինյանը գալը ռուսական կազմակերպություն, այդ անդամ շարունակում ենք մնանք։ Այն բոլոր եվրոպական կառույցներին կազմակերպորին անդամ չենք, էլի անդամ չենք։ Ինչպես ասեց Եվրոմիության դեսպանը, Հայաստանը, որովհետեւ Եվրոմիության անդամ դառնա, գոնե դիմում պետք է ներկայացնի։ Էդ էլ չի արել։ Հայաստանը բացի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից Եվրոպայի վերաբերյալ որևէ քայլ չի արել, ավելին ասեմ ձեզ, այսօր մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի է, թվերը նայեք, քան առաջ է։ 2000-ականներին մեր առևտրային առաջի գործընկերը Եվրոմիությունն էր։ Այն ժամանակ որ ոչ ոք Եվրոմիության մասին չէր խոսում 2000-ականներին թվերը նայեք, այսինքն բանը այսպես կոչած ռուսական, իսկ այս պրոարևմտյանը, հետո ես չեմ ասում Շանհայի ճանապարհով անցնում Եվրոպան, այսինքն ինչ քայլ է արել երկրի հակառակ կողմով։ Այսինքն գիտեք ինչ է, եթե դնում ենք մի կողմ ռոպագանդան խոսակցությունները, բան դիվանագիտությունը սիրում ինչ է դիվան բառը, դիվան արխիվ։ Իսկ այդ արխիվում ամեն մի ելույթ չես դնում, այդտեղ պաշտոնական գրություններ, պաշտոնական։ Հիմա որ մենք նայում ենք այդ տեսանկյունից, Հայաստանը ինչ պաշտոնական քայլ է արել դեպի Ամերիկա եւ դեպի Եվրոպա։ Ասում են ՆԱՏՕ-ի հետ ինչ խորհրդարան օրինակից է։ Դա մի հատ հանձնաժողովի կանոնադրությունն է։
Դա հանձնաժողովի կանոնադրությունա վերջ։ Մենք դրանից ավելի մի հատ Millennium Challenge-ը նայեք, որ մենք այդ պայմանագրերն ունեինք ամհել, մի հատ ինչեր ենք ունեցել։ Ռուսական զորքերն է սահմանապահ հանել Զվարթնոցից եւ որոշակի տարածքներից, հայ-ռուսական հարաբերություններն են։ Անձնագրային ստուգման որոշ դրանք գիտեք այնքան մանր փոփոխություններ են, եւ հետո գիտեք ինչա, այն ինչ որ ասենք ռուսական զորքերն դա չի քան որ եվրոպացիների դիրքն է ուժեղացել, նայեք։ Մեր քաղաքական ուժի, բայց ամեն անգամ ինք ուզում է դրանց անի մի կերպ են մնում։ Մեր քաղաքական ուժի դիտարկումը եւ մենք տարիներ շարունակ ասել ենք որ Ռուսաստանը գնում է, թուլանում է, օբյեկտիվորեն, որպես կայսրություն թուլանում է։ Կամ եթե մենք մնում ենք այսպես, այդ վակուումը լրացնելու է Թուրքիան, ու մենք տեսնում ենք այդ գործընթացը, կամ մենք ամեն ինչ պետք է անենք որ արևմուտքին բերենք։ Մենք ինչ ենք արևմուտքին բերում, որտեղ չենք ուզում որ Թուրքիան գա։ Բայց արևմուտքը Թուրքիայով Չէ, արևմուտքը Թուրքիայով չի սկսում։ Արևմուտքը բնավ Թուրքիայով չի սկսում, շատ լավ լարվածություն կա այսօր Թուրքիա եւ արևմուտքի միջեւ, Թուրքիա-Իսրայելի միջեւ, Թուրքիա-Ամերիկա միջեւ եւ այլն եւ այլն։ Եվ կարելի է նաեւ այդ խնդիրը դնել նույն արևմուտքի առաջ, թե ոնց է ինչա։ Բայց հիմա եթե ասենք անգամ արևմուտքը Թուրքիայով է սկսում, իսկ որն է ավելի լավ Նիկոլ Փաշինյանը այս քաղաքականից որ Թուրքիան Թուրքիայով է սկսում, ինքը ուղղակի Թուրքիայով է բերում։ Իսկ արևմուտքի պարագային դու գոնե, եթե ինչքան էլ թաքնված Թուրքիան գա, ամեն դեպքում դա վերահսկողության տակ է։ Թուրքիան ինչ-որ ձևով գալու է, որտեղ չի կարող։ Դուք ձեր խոսքում ասացիք մի քիչ առաջ, որ այսպես թե այնպես Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստան փոքրիկ ֆորպոս մորպոս Եվրոպայի շատ վեճն է։ Այո, բայց Ռուսաստանը թույլ է գնում է։ Հասկացեք, բայց Եվրոպայի վեճը չի գնում է, պարոն։ Իհարկե գնում է։ Եվրոպայի Եթե Ռուսաստանը չգնար, այդ թուկումուրը, որ ինքը ուտում է Ադրբեջանից, կուլ չէր տա։ Դրանց հետ Ռուսաստան թուլացած երկիր է։ Իսկ մենք ուզում Ադրբեջանի այդ թուկումուրից մենք օգտվենք, ամբողջ աշխարհի դեմ իհարկե չի կռվում, ինքը կռվում է Ուկրաինայի դեմ, չէ, դա լավ է։ Ոչ մի զինվոր չկա ամբողջ աշխարհից, աշխարհը օգնում է որոշակի զենք զինամթերքով, այն էլ մինչև տալիս է հոգին հանում են այդ տալու համար եւ այլն։ Եվ Ռուսաստանին իհարկե ամբողջ աշխարհը թե ուզենար շատ արագ պարտության կմատներ չի ուզում, որովհետև Չինաստանի գործոնը կա, Ռուսաստանը որպես հիմնական հակակշիռ Չինաստանին պահպանվում է։ Պետքա Չինաստանը հակակշռի եւ Ռուսաստանը պետքա լինի կառավարելի Ռուսաստան։ Ոչ ոք չի խնդիրը դնում տրոհման հարցով, այդ ձեռ չի տալ։ Նայեք, Ռուսաստանը գնում է բոլոր ցուցանիշներով, ուրիշ բան չասեմ։ Դա ՍՍՄ կայսրություն է, 16%-ներ աշխարհի տնտեսության տալիս։ Ռուսաստանը այսօր 1.3%-ն է աշխարհի տնտեսության։ Ոնց կարա չգնա։ 10 անգամից ավելի է տնտեսությունը թուլացել։ Ռուսաստանը այսօր փակ ցիկլի որևէ նորմալ արտադրություն չունի։ Չկա մի ասպարեզ, որ ասես եւ այլն։ Այսինքն ի վերջո այդ հարցերը կա, չէ՞, մենք ամեն ինչի ինքում տնտեսություն կա։ Հա, բան չունենք, նավթ ունի, գազ ունի, ծախումը շատ է ծախում, կարողանում այդ պատերազմը ֆինանսավորել, բայց դրանից ավել մի բան կատարում, հա։ Մի հատ նայեք ձեր տները, ձեր այս ստուդիայի մեջ, այսինքն մի հատ ռուսական արտադրության քիչ թե շատ նորմալ, բացի հումքից ինչ է այսօր բանանում։ Մի ժամանակ էլի զենքեր ծախում, այսօր այդ զենքն էլ չի ծախում։ Մենք այլընտրանք չունենք բացի արևմուտքից, էս է հարցը։ Սա է հարցը։ Եթե մենք չենք բերում արևմուտքին, գալու է Թուրքիան։ Իսկ Թուրքիան գալը մեզ բնավ ցանկալի չէ։ Ձեր կարծիքը այս կարևոր հարցի շուրջ։ Ես ճիշտ ասեմ, մի փոքր տարբերվում է տեսակետը։ Բոլոր դեպքերում արևմուտքը սկսում է Թուրքիայով, որովհետև եւ նաեւ առաջերտին աշխարհագրորեն։ Դա ասեմ վիճելի բան չկա, հա, քաղաքականապես բնականաբար, աշխարհակաղակական իմաստով բնականաբար, բայց գոնե աշխարհագրորեն արևմուտքը սկսում է Թուրքիայով եւ հետեւաբար ես նաեւ բանը իմ հոգու խորքում գիտեմ, որ նաեւ քաղաքական իմաստով է լավ։ Ես վստահ եմ, որ եվրոպական երկրների ոչ մեկին հետաքրքիր չի, բացարձակապես հետաքրքիր չի, թե այստեղ ինչ կարող տեղի ունենա հայ ժողովրդի եւ հայոց պետականության հետ, իրենց համար հետաքրքիր է, որպեսզի լինեն կայուն իրավիճակ ստեղծվի, կայուն իրավիճակ իրենց բիզնես շահերը, այսպես կոչված կյանքի կոչելու համար։ Հետեւաբար ես դեռ հույս չեմ։ Ես տարածաշրջանի ինտեգրացիայի կողմնակից եմ, ես գտնում եմ, որ մենք պետք է այստեղ եւ Վրաստանի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության եւ նաեւ Ռուսաստանի հետ այդ խնդիրները մենք կարողանանք լուծել եւ տարածաշրջանային ինտեգրացիայի ինչ-որ էլեմենտներ ունենանք։ Մյուս ճանապարհը իմ համար անընդունելի է։ Այ օրինակի համար նույն հայտնի Տրամփի ուղի հասկացողությունը, որ կա, որ շատերը քննադատում են ընդդիմադիր դաշտից անվանելով միջանց եւ այլ տարբեր բաներ, ասում է տեսակետից
Բայց ես ինչ եմ կարծում, եթե հանկարծ հաջողվի այդ ծրագրին ներգրավել Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանին, ասենք Չինաստանին, ապա ես գտնում որ դա բավականին կարելի է մարտահրավերները ճիշտ կառավարելու ճանապարհով բավականին լուրջ հաջողությունների հասնել խաղաղության հաստատման թե դա կբերի հակամարտության, հակառակ կողմներ փորձենք հասկանալ։ Միգուցե այս ամեն ինչը Թրամփի ուղին բերի հակամարտության աշխարհաքաղաքական կարևոր դերակատարների միջև եւ մենք դառնանք թաթերապետ։ Չէ, բացառապես պիտի ներգրավեն, եթե Չինաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը ներգրավել այդ ծրագրին, շատ արտակարգ կլինի։ Իսկ եթե չէ, այդ ծրագիրը կիրականացնեն Թուրքիան եւ Ադրբեջանը, ապա ամեն ինչ ասում են, էլի մի քիչ առաջ ասեցինք, այդ նույն բանն է տեղի ունենալու։ Եթե չկարողացան ներգրավել, ապա շատ վատ կլինի, որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հաշտվի այդ մտքի հետ, երբեք։ Ձեն չի հանի։ Իրանի դիվանագիտությունը ձևի է, մի անգամ նույնիսկ բանը վարչապետը քննարկման ժամանակ ասավ, որ ես հարցրեցի իր խոսքերն եմ ասում, էլի Իբրև թե հարցրեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, որ եթե մենք հանկարծ Եվրոմիություն բանման հո իրան խնդրի չուն, ասում չէ, մենք այդ ձևի պիտի ասեն, հո չեն ասում չէ, Եվրոպա հալա, բայց ձգվի, այդ ձևի չեն ասում, մանավանդ Իրանի նման երկերը միլիոնավոր դարերի դիվանագիտություն ունեցող, միակ ժողովուրդը, որ երևի թե երկա թե չէ, չգիտեմ, որ հավերժ պետականություն է ունեցել, ոնց կարելի է բան անել Ինքը ձերի կասի, բայց իրականում ուրիշ բան կան եւ հետեւաբար պետք է շատ բաներ կա, որ պետք չի ինչ-որ պրակտիկայում դու ունենաս եւ գնահատես արդյունքները։ Պետք է նաեւ դատողություններ ունենաս։ Ում շահերը ոնց են բախվում, ոնց չեն բախվում։ Կարծես թե երկուսն էլ գտակ, որ այս Թրամփի ուղին կարծես թե թուրք-ադրբեջանական մի թակարդ է, այսպես մի պոտենցիալ թակարդ է ընդդեմ հայկական պետականության։ Հայկական պետականությունը ընդհանուր մինչև իսպար վերացնելուն ուղղված։ Ինչ եք կարծում, այն տեսակետներ կան ընդդիմադիր դաշտից հնչող Թրամփի ուղին կոչված է իրականում ապահովելու այդ Հայաստանի տնտեսական զարգացումը, հարգելու Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, թե ընդհակառակը սա արտատարածքային միջանցք է ըստեյության, որովհետև նույն այդ ձեր ասած Ալիևյան հոխորտանքների հիման վրա պիտի մենք հասկանանք, որ Ալիևը հասել է իր նպատակին, միջանցք տերմինն է օգտագործում 907 այդ հայտնի բանաձևը ԱՄՆ-ից նույն արևմուտքից զենքերի մատակարարման հանել է տվել եւ հասել է ամեն ինչի ըստեյության, իսկ մենք ինչի ենք հասել ըստ վերնագրերը դրենք մի կողմ, անցուղի կոչվի, միջանցք, բանը տեղական չի։ Կա ինչ ունենք մենք ունենք մի միջանցք, այո, դա միջանցք է, որտեղ հայկական ինքնիշխանությունը հարցականի տակ է դրված, որտեղ դա տրված է միջազգային կոնսորցիումին, նա պետք է կառավարի, եթե նա կառավարում, արդեն իր իրավունքներն է, որը ապահովելու է այսօրվա փուլում Նախիջևանի եւ Ադրբեջանի ցամաքային անխափան կապը։ Սա ինչ կապ ունի Հայաստանի տնտեսական զարգացման հետ։ Նրանք գալու են իրար մեջ գնում, մենք դերից ոչինչ չենք ստանալու։ Անկամ այն նյութական, ես մարդկանց հարցում եմ, դուք գիտեք օրինակ այն ակնկալիքները տրանզիտի վճարումներից ինչքան ալնելու։ Դուք մոտարապես հաշվարկներ գիտեք։ Ես վերջերս ալեմ հաշվում։ Մոտավորապես տարին $600,000 ընդամենը, միլիոն չի կազմել։ Ինչի մասին է խոսքը։ Հեքիաթներ են պատմում, միլիոնների, միլիարդների ներդրում, այդ ո՞նց հաշվեցին։ Բայց որ կան գնացները կան Գյումրիով, բանով այդան Թուրքիա եւ Եվրոպա։ Նախ առաջինը Գյումրիով չեն գնալու, որտեղ այն պահին, որ ստորագրվեց, արդեն ասեցին, որ պիտի Թրամփը կամ Թրիփը աշխատի 7.4 միլիարդ $, Թուրքիան վարկ վերցրեց ու սկսեց կառուցումը Նախիջևան Իգդիր Կարս երկաթուղը։ Ուրեմն նշանակում է, եթե պիտի օգտագործեն մեր տարածքը, 42 կիլոմետրն է։ Ուրեմն Վրաստանի տրանզիտի համար, որ կա գիտեք, Բաքու Թիֆլիս Կարս երկաթուղու, 3.5 ցենտ է վճարվում, չէ 0.3 ցենտ է վճարվում ամեն տոննայի դիմաց տոննա կիլոմետր։ Այնտեղ տարեկան փոխադրումները մոտավորապես 1.3 միլիոն տոննա է, հնարավորություն մինչև 20 միլիոն տոննա է։ Հիմա այստեղ շատ ավելի քիչ, եկեք հաշվենք, էլի, ինչ քանի տոնաժի ինչքան պիտի գնա, բազմապատկենք 42-ով, բազմապատկենք այդ 0.3.5 դոլարով, այսինքն 3.5 ցենտով եւ հաշվենք։ Իհարկե, պարոն Պապյան, ասենք մինչև 50 կիլոմետր է, ուրիշ բան է։ Էլի չի բանա։ Թող կրկնակին լինի։ Ես հաշվել եմ, չէ, բայց դուք մոռանում եք, որովհետեւ նախ էլի եմ ասում, կրկնակի երակեն դա միլիոններ ալնելու եւ ոչ տասնյակ միլիոններ։ Բայց եթե կոնսորցիում կա, որի 40%-ը դու արդեն պետք է
տաս կոնսորցիումին եւ 30%-ը պիտի տաս երրորդ կողմերին, դա տակել բան չի մնում, դա հազիվ այդ ծախսը։ Հիմա ասում են, տեսեք, Եվրամիությունը $145 միլիոն փողատալու ամերիկացիք են տալուս այդտեղ։ Կներեք, բայց այդտեղ ինֆրաստրուկտուրան է մեզ ինչ դրանից։ Դա Ադրբեջանի համար երկաթուղին պետք է նորոգեն կամ ճանապարհը նորոգեն։ Այ եթե դրանով նորոգվեր կամ կառուցվեր, օրինակ Ֆիալետովը Վանաձոր երկաթուղին եւ բեռը գար ադրբեջանական Իջևանով մտներ Ֆիալետովը, հետո գնար Վանաձոր եւ գնար Գյումրի, դա ամենակարճ ճանապարհն է, ասեմ ձեզ։ Դա 742 կիլոմետր է։ Այս ճանապարհը, որ պիտի գնա հարավով, այսինքն Բաքու մեղրի 863 է։ Ավելի երկար է, քան Բաքու-Թիֆլիս-Կարս։ Օրինակ դուք բիզնեսմեն եք։ Դուք ինչի պիտի ավելի երկար ճանապարհով տանեք ձեր բեռը, երբ որ կա ավելի էժանն ու ավելի բարձր։ Այո, հետեւաբար դա է կանը։ Ուրիշ բան, որ Ադրբեջանը դա անում է, որտեվ ինքը կառուցելու է Թուրքիայի այդ մյուս երկաթուղին, որ ոնց ասած ոչ մեկին փող չտան։ Բացառությամբ այդ 42 կիլոմետրից ստացած ստացվում ամբողջ ճանապարհը կամ Ադրբեջանով է կամ Թուրքիայով է գնում, այդ 42-ն էլ իրանք հասել են նրան, այո, որ դա գրեթե էքստերիտորիալ է։ Այսինքն եթե անխափանը, իսկ այդ անխափանը արձանագրվել է, այսինքն եւ Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ ստուգ, ասում է, այսօր այնպես է, որ տեխնիկական միջոցներով կարելի է վերահսկել եւ անդրեան։ Այդ նշանակում է, որ իրանք գալու են, գնալու են։ Սա հարց։ Հիմա գանք նրան, այո, որն ալնելու մեր դա մասին մենք շատ բաց ենք խոսում, մեր տնտեսական զարգացման հնարավորությունը։ Դա նա է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված են, որպիսի հնդկական ապրանքը Եվրոմիության շուկա հասնի ի հակակշիռ չինականի եւ Իրանի հետ, եթե լեզու գտնի Միացյալ Նահանգները եւ Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան այդ ճանապարհը գործի, որը խաչաձևվելու է սթրիփի հետ, այստեղ դա ոչ թե նպաստում, այլ ընդհակառակը խանգարում է, բայց եթե այդ գիծը գործի, այդտեղ մենք կունենանք առանձին եւ գուցե մեծականակ բեռնափոխադրումներ, բայց խնդիրն է նա, որ այդտեղ էլ գալիս են երկաթուղու հարց, ես դրա համար մինչեւ այս օգոստոս 8 ես բազմիցս գրել եմ, որ Հայաստանը պիտի պահանջի այդ 42 կիլոմետրի փոխարեն գոնե երասխ, ջուլֆա եւ Իրան երկաթուղու նույնպիսի իրավունքներով, որովհետեւ ըստ էության Պարսից ծոցից կամ Հնդկական օվկիանոսից ըստ էության Չարբար նավահանգստից մինչև Բաթում ու Փոթի երկաթգիծ կա բացառությամբ այդ Զանգեզուր հատվածի իսկ Զանգեզուրում ճանապարհ կառուցել երկաթուղին այսօր անհնար է հետեւաբար հարց առաջանում Նախիջևանի այդ հատվածի կառուցումը եւ այ եթե մեր դիվանագիտությունը կարողանար հասնել նրան որ այդ 42 կիլոմետր երկաթուղու տալու փոխարեն նաեւ մինչ Դրա դիմաց, այսինքն դրա օգտագործման համարժեք իրավունքներ ունենան Նախիջևանի վրա։ Ես դա հաջողություն կհամարեի, որտեվ արդեն դու կնայր անխափան երկաթգծի բան։ Իսկ այսօր ստացվում է, որ իրենք դա ստանալու են, եւ իրենք ասեմ ձեզ, 2-3 տարի շատ ցածր են պահելու բեռնափոխադրումները այդտեղ, քանի դեռ չի կառուցվել Իգդիր Կարս երկաթուղին, հետո նոր էլ, բայց այդքան ապրանք չկա, հասկանում եք, դա էլ ուրիշ հարց է։ Բանը եթե Բաքու Թիֆլիս Կարսը մինչև 20 միլիոն բեռնափոխադրման հնարավորություն ունի օգտագործման ընդամենը 7%-ը, հենց այդտեղ աճելու տեղ կա։ Ուրիշ բան, ես իրանք ճիշտ են անում։ Թուրքն ու ադրբեջանցին ճիշտ են անում հիմա։ Ասում թշնամուն գովազ, բայց իրականությունն է, իրենք երկու զուգահեռ ճանապարհ են պահում, որպեսզի պետք եղա վրացներին խեղճացնեն։ Մոնոպոլիա չտան վրացիների ձեռը, ասեն որ դու այդ ճանապարհը փակեք, մենք ստեղով կտանենք։ Նույնն էլ հայերին խեղճացնել Վրաստանը, իրանք երկու զուգահեռ ճանապարհ պահում են կառուցում, եւ դա ամենաճիշտն է, որ դու որևէ մեկից կախվածության մեջ չլես, բայց իրականությունը սա պետք է ընդունենք եւ չգերագնահատենք այս բանը թրիպի հնարավորությունները։ Դե միակ բանը որ կարծում եմ որ այդ ճանապարհի միջոցով էլ կմատուցվի մեր հանրությանը, ինչպես դուք ասեցիք, դա խաղաղության այդ բանն է, բոլորիս համար ցանկալի, բոլորիս համար բաղձալի, Փաշինյանը կասի որ եթե այդ ճանապարհի հարցը չլուծենք, եթե այդ օգոստոսի 8-ը չլիներ իր լայն տրամաբանությամբ, ապա խաղաղությունը չէր հաստատվի, ինչպես նա արդեն ասում է, քանի որ խաղաղությունը արդեն ըստ էության հաստատվել է։ Ձեր կարծիքը։ Խաղաղությունը բարերով չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն ժամանակ, երբ որ կողմերից որևէ մեկի համար նպատակահարմար չի, չնայած շատ ուժեղ է, նպատակահարմար չի բոլոր դեպքերում ռազմական ճանապարհով ինչ-որ հարցեր լուծելու, այդ ժամանակ է խաղաղությունը հաստատվելու։ Առավելևս մեր եւ այդ երկու երկրների փոխհարաբերությունների կոնտեքստում եւ այդ երկու երկրների աշխարհաքաղաքական նպատակների կոնտեքստում։ Այսինքն դուք երկուստ էլ գտնում եք, որ սա հերթական
հայկական կողմից հերթական զիջումն է թուրք-ադրբեջանական ուժերին, Այո, թուրք-ադրբեջանական դա զիջում է եւ մի բան դի հասկանանք, ի՞նչ է պատերազմը։ Կամ կապիտուլյացիա։ Պատերազմը դա նույն քաղաքականության իրականացումը այլ միջոցներով։ Դա քաղաքական իջացման ճանապարհ է։ Հիմա եթե իրենք այս բանավոր խոսքով, տնտեսական քաղաքականությամբ եւ այլն պատերազմ են մղում, ի վերջո պատերազմ մենակ կրակելը չի, կա չէ, Երաս Գյումրի երկաթուղին կա։ Օգտագործեք, եթե դուք բարի դրացիական հարաբերություն ունեք, օգտագործեք այդ ճանապարհը։ Միակողմանի չլինի։ Հա, որ նայեք, մենք հենց դեռ տասնամյակներ առաջ ես եղել եմ դրա մեջ, մենք թուրքերին առաջարկել ենք միակողմանիորեն բացենք մեր երկաթուղին, որ իրանք Հայաստանի վրա Վրաստան գնային։ Իրանք անգամ դրան չհամաձայնվեցին միակողմանի, որտեղ իրանք հասկացան, որ եթե մի տարի միակողմանի օգտագործեն, հաջորդ տարին աշխարհն ասել է, բա չեք ամաչում, իրանք էս բացել են ձեր առաջ, դուք չեք բացում։ Իրանք էսպես է ամեն ինչ անել Հայաստանի մեկուսացման մեջ պահելու համար, անգամ 2.8 միլիարդ դոլար պատրաստ են ծախսել այդ նոր երկաթուղու վրա, մենակ հայերին հանգարց մի բան չասնի, մի լավ բան չասնի։ Պարզ է։ Պարոն Աղազարյան, եւ ես ուզում եմ, որ մեր այս զրույցի վերջում դուք անեք ձեր հայտարարությունը, որի մասին խոսում։ Այսօր չեք ուզում։ Լավ, ուրեմն այդ դեպքում երևի թե կխնդրեմ երկուսի թարգելի բանավեճի մասնակիցներ ձեր եզրափակիչ ամփոփիչ խոսքը Հայաստանի ապագայի, Հայաստանի տեսլականի վերաբերյալ, այսպես կետերով մեր ունկնդիրների համար ավելի այսպես հասկանալի եւ մատչելի։ Խնդրեմ պարոն Պապյան։ Հայաստանի վիճակը ծանր է, երևի աշխարհում քիչ երկրներ կան, որ նման ծանր վիճակում են, աշխարհակական, ռազմական, հոգեբանական եւ այլն, բայց այնուհանդերձ ես լավատես եմ, որովհետեւ աշխարհում գործընթացներ են ընթանում, որոնք եթե ճիշտ մենք օգտագործենք, կարող են մեզ համար նպաստավոր լինեն։ Մասնավորապես որոշակի մեղմացում կա Իրան-Արևմուտք հարաբերություններում, եթե շատ կարևոր է Իրան-Արևմուտք, Իրան հատկապես Միացյալ Նահանգ դա բերելու է Հնդկաստանի գծի, այսինքն Հնդկաստան-Իրան Եվրոպա գծի, ինչ որ դարեր շարունակ եղել է ժամանակին, դա շատ կարևոր է տնտեսական։ Ռազմական առումով մենք շարունակում ենք ու գտնում ենք, որ ՆԱՏՕ-ի ոչ անդամ Միացյալ Նահանգների դաշնակցի կարգավիճակը մեզ համար շատ կարևոր է։ Մենք մեծ լոբինգ ենք անում Վաշինգտոնում, ընդլայնել ենք այդ ըմբռնումը կա եւ ընդհանրապես քրիստոնեության քաղաքականացումը կարևոր գործիք է մեր ձեռքին հիմա։ Մի պահ կներեք ձեզ ընդհատեմ, դա արդյոք օրինակ չի ստեղծի հակասություն նույն Ռուսաստանի հետ, որի հետ այսպես դուք նշեցիք, որ ունենք տնտեսական շատ խոր, նույնիսկ վերջին Փաշինյանի շրջանում խորացած փոխհարաբերություններ եւ աշխարհքաղաքական իմաստով Ռուսաստանը արդյոք մի քիչ ժողովրդական խոսքով ասած չի կարող արդյոք մեր ողերիմ թշնամիներին քսիվ տա նաեւ տեսնելով, որ կորցնում է Հայաստանը մեր դեմ եւ արդյոք պետք չի Ռուսաստանի հետ էլ կարողանալ ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարել, որովհետեւ Ռուսաստանը կարող է եւ Ռուսաստանը անում է, բայց ես վստահեցնում եմ ձեզ, Ռուսաստանը էլի նույն բանն է, ինչ որ Թուրքիան, ինքը անում են ինչ իրանա պետք, ինքը չի նայում մենք ինչ ենք անում։ Եթե ինքը նայեր ինչ ենք անում, ապա Նիկոլ Փաշինյանի դեմ այդքան չեն խոսային առաջից մեկ Սորոսյա տաբա։ Այդ ամբողջը մի բանի համար էր արած, ապահովել ռոպագանդան, որպիսի իր դավաճանությունը չերևա բարձեն Հայաստանի վրա, թեև իրենք էին ոնց ասած Նիկոլ Փաշինյանը բերել իշխանության։ Այդ ուրիշ հարց է, այդ կապ չունի։ Նայեք, մենք ունենք անվտանգության հարց։ Եթե անգամ այդ անվտանգության հարցը պիտի որոշակի տնտեսական դժվարություններ, խնդիրը տևյալն է։ Դու պիտի ապրես ու գոյատևես։ Սա է, անգամ դժվարագույն պայմաններում, ուրիշ ճար չունես։ Ռուսաստանը չի կարող ապահովի այսօր ոչ քո տնտեսական զարգացումը, ոչ քո անվտանգությունը, ոչ կարող է, ոչ էլ ուզում է։ Այո, այսօր կա որոշակի լարվածություն Թուրքիա եւ Ադրբեջան, Ռուսաստանի հետ հարաբերություններում, բայց դա չի բերելու աշխարհակական փոփոխություն։ Ռուսաստանը չունի այդ կարողությունը։ Ռուսաստանի Սև ծովյան նավատորմը 11 անգամ ավելի թույլ է, քան Թուրքիայի նավատորմը։ Բաներ կա, որ թվեր կա, մարդիկ չեն նայում թվերը։ Մի հատ նայեք, ասենք ռազմական արտադրության ծավալներ, ինչի է Ալիևի լեզուն երկար։ Կարող է Ալիևը այդքան անխել կա։ Ալիևը նայել է թվերը լավ հասկանում, որ Ռուսաստանը բացի խոսալուց, այնտեղ մի երկու հատ ադրբեջանցի ծեծելուց ուրիշ բան չի կարանի։ Կանողներ մինչև մական են։ Դրա համար մեր խնդիրը հետևյալն է։ Արդյոք մենք ուզում ենք միայնակ մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական հարձակման ժամանակ, թե ուզում ենք օրինակ Ամերիկայի նման դաշնակից ունենալ։ Վերջ, կունենաս, ես չեմ ասում անպայմանորեն կունենամ, դու ձգտենք, կունենաս կփրկվես, չես ունենա, չես փրկվի։ Այս է ամբողջ խնդիրը։ Այո։ Ադրբեջանը եւ հատկապես Թուրքիան
այդպես Թուրքիայի մասին ասենք, տրամադրված չի հարձակվելու Հայաստանի վրա, որովհետև եթե դուք գտնում եք, որ մենք պետք է Ամերիկային դաշնակցություն ունենանք, որպեսզի այդպես կոչված այդ մարտահրավերները կառավարենք, ապա Թուրքիան այդ ուրիշ քաղաքականություն, Թուրքիան մեզ սիրում է։ Ո՞նց է սիրում։ Սիրում է եւ ուժեղ գրկում է։ Այնքան ուժեղ է գրկելու, որ խեղդվենք։ Այ դա իրանց թուրքական առաստն ասում է, մեկին որ ուզում ես ասում է խեղդես, նա պետք է գրկես։ Այո։ Ջերմորեն գրկախառնելու է մեզ պինդ սեղմի կրսկին եւ մեզ խեղդի։ Բայց այսօր բարոնայք բայց հայ ժողովուրդը երևի 7-8 ժողովուրդներից ամբողջ աշխարհում, որ դարերի ընթացքում ունեցել է պետականություն, կորցրել է, ունեցել է կորցրել եւ ես ունեմ պետականություն եւ ես կարծում եմ, որ մեր վարչապետին չի հաջողվի այդ պետականության հիմքերը խարխլել։ Բայց ինչ մեր վարչապետ, որ եթե ժողովուրդը ընտրել է։ Պետք է հիմա ժողովրդի դեպ Ադոլֆ Հիտլերն էլ էր ընտրել եւ Ստալինն էլ բազմաթիվ։ Այսինքն գտնում եք, որ պարոն Պապյան, այդ 100-200 ռազմա Ռուսաստանը այսօր ի վիճակի չի մեզ որևէ անվտանգային հարցով օգնել եւ Թուրքիան Ամերիկայի ստորագրված, որով Ռուսաստանը ստանձնել էր զուտ խաղապահի կարգավիճակ, իրանից մեծ բաներ չէին ուզում։ Ուներ խաղապահներ գետնի վրա։ Դիմացնել Ադրբեջանն էլ թույլ պետություն։ Իսկ Արցախը աշխարհի ամենապրոռուսական տարածքն էր, եթե չասենք պետություն։ Անկամ Տուլայի մարզում այդքան Ռուսաստանին չեն սնում, ինչքան Արցախում։ Դա փրկեց Արցախին ու արցախցիներին։ Դա կապ չունի։ Ի վիճակի չի Ռուսաստանը, հասկացեք 100-200 պատճառաբանում են, որ մեր Հայաստանի ղեկավարություններ հեռացել Լավ էր, այս իրանց ինչ գործն Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանը ինքը թուղթ էր ստորագրել, ուրեմն թուղթ չստորագրեր, որ ինքը 5 կիլոմետրանոց մի Լաչինի միջանցքն է երաշխավորում։ Թող ասեր ես իմ վրա հույս չդնեք, ես բանի պետք չեմ, ոչ կարամ ես անեմ, ոչ բան։ Եթե պիտի Հայաստանի ղեկավարությունն աներ, բայց իրանց գործն ի՞նչն էր այդտեղ։ Ինչ կապ ունի Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ղեկավարությունը դավաճան են։ Ձեզ ինչ։ Դուք երաշխավորում եք այդ մարդկանց անվտանգությունը, անխափան միջանցքը, ձեր գործը։ Իմ ասածն է դա, եթե նա այդ չարեց, այդ 100-րդ կտրված բուն հարավային օկրուգից ինչ կարա անի։ Մենք եկեք հասկանանք, էլի։ Սովետի ժամանակ անգամ այս Զակավկազկի վայնի օկրուգը նախատեսված էր ընդամենը մի քանի ժամ դիմադրելու մինչև հիմնական ուժերը կան։ Այդ ռազմաբազայի կարողություն ինքը իրան չի կարա պաշտպանել։ Չի մասին է խոսքը, եկեք ռեալնային գետնի վրա չի կարող, հասկանում եք, Ռուսաստանն ի վիճակի չի, հարցը այն չի, որ չենք ուզում, չի կարող։ Գիտեք ինչ, երբ որ դուք մի դեղ հիվանդ եք, դեղ եք խմում, ձեզ չի օգնում, ուրեմն պետք է փոխեք այդ դեղը, չի օգնում։ Այդ դեղի կարողությունը բավարար չի։ Ռուսաստանը կայսրությունն է, ինչպես շատ կայսրություններ, այսօրով է հիշում Պորտուգալիային որպես կայսրություն։ Իսկ Ռուսաստանին լրիվ հանելը Հայաստանից մենք չենք հանում, ինքն է գնում։ Կամ գնալը ճանապարհ չի բացի նույն թուրք-ադրբեջանական տանդեմի համար երկու կողմից մեզ հարվածել։ Ինչ անենք, ինչ է առաջարկում։ Միգուցե ինչ որ այն մեկ պիտի մտածենք։ Չէ, մենք չենք կարա Ռուսաստանից ինչ որ համադրող քաղաքականություն, հաշվի առնելով որ Թրամփն ու Պուտինն են իրար հետ այսօր լեզու գտնում, չէ։ Ռուսաստանը ոչ մեր ասելով է եկել Հարավային Կովկաս, ոչ էլ մեր ասելով է գնում։ Ռուսաստանը եկել է իր շահերի համար, շահերը դից գնում է։ Չի կարողանում պահի, հասկանալ չի կարողանում պահի գնում է։ Կարող է 50 տարի հետո ուժեղանա նորից գայս, չգիտեմ։ Այսօր ի վիճակի չի։ Ախպեր չի կարող, մի հատ Պրիգոժինա հելնում Ռոստովից գնում Մոսկվա, դեմը կանգնող չկա։ Ուկրաինայի դեմ 3-րդ տարյա կռիվ անում, ինչքան է գրավել։ Ինչ 10% գրավել է, ձև գրած, այդ չի։ Այդ չի, այսինքն պարոն Աղազյանը ասում աշխարհի դեմ կռիվ անում եւ ան։ Այդ չէ Ռուսաստանը։ Մի հատ նայեք իր արտահանման ցուցանիշները, ինչ է արտահանում, ոնց է արտահանում, որ երկրի միջոցով Ռուսաստանը չլներ ամենաաշխարհի հարուստ երկիրը, աշխարհի ամենահարուստ երկիրը իր բնական ռեսուրսներում չէր դիմանա։ Պարոն Ղազը, դուք էլ ձեր տեսակետը այս հարցին եւ եզրափակեք Ռուսաստանի հետ եւ ընդհանուր տարածաշրջանային ինչպիսի քաղաքականություն մենք պիտի վարենք արտաքին, որպեսզի կարողանանք դիմագրավել բոլոր անվտանգային մարտահրավերների, խնդրեմ։ Ես ըստ մի քիչ տարբերում եմ տեսակետը պարոն Պապյանի տեսակետից, ես չեմ գտնում որ Եվրոպայում, ասենք ֆրանսիացին առավոտը քնից հելնում է, բանանում ասում է կնիկ ջան Բայց ես դες բան չասացի։ Մատկոֆիդի տենամես Հայաստանում ինչ է տեղի ունենում, ինչ վիճակ է։ Նույնը Ռուսաստանում է։
Բնականաբար Ռուսաստանը вообще ստրիկաների հավաքածու է, որ չի առաջնորդվում մեր շահերով, այլ առաջնորդվում է իր պետության շահերով։ Եվ ընդհանրապես բոլոր պետություններն են ստրիկաներ, որտեղ բոլորը առաջնորդվում են իրենց շահերով եւ ոչ մի հիմար չի առաջնորդվում մեր շահերով։ Ուրեմն մենք պետք է ունենք այնքան հիմար, որ առաջնորդվենք մեր շահերով։ Հետեւաբար այդտեղ արդեն պետք է այդ բանաստեղծությունը գտնել եւ այլ։ Շատ դժվար է, շատ իրականում շատ դժվար է այդ բանավեճը, այդ հարցություն տանելը շատ դժվար է, որովհետև ես հիմա բանը հիշում եմ էլեմենտար մի հատ բան, որ երբ որ վարչապետը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, Եվ համոզել էին, որ ճանաչի, որ հետո սենց կլինի, լավ կլինի եւ այլ, ու խփեցին, գցեց, Եվրոպան գցեց։ Դատապարտում Ռուսաստանը։ Ես համաձայն եմ պարոն Պապյանի մտքին, որ Ռուսաստանն է դե մեղավոր, որտեղ կապված է հայկական իշխանությունները, այսօր դավաճանական իշխանություններ են, բայց հայ եւ ռուս պետությունների հարաբերությունները այդ օրվա իշխանությունների հարաբերություններով կամ օրվա իշխանությունների որակներով չպիտի պայմանավորված լինեն։ Հասկանալի է, բայց Պարզ է։ Պարոն, շնորհակալություն մեր այսօրվա բանավեճին մասնակցելու համար։ Կարծում եմ, որ մեր ունկնդիրների համար բավականին հետաքրքիր եւ մտորումների ամենակարևորը մտորումների վերլուծությունների ենթակա մտքեր արտահայտեցիք։ Շնորհակալություն։ Եթերում Արենա բանավիճային թողարկումներ Փակ TV-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք Փակ TV-ին եւ դիտեք մեր թողարկումները Արենա բանավիճային հաղորդաշարը Առայժմ դուք կարող եք դիտել շաբաթվա ընթացքում մեկ անգամ։ Շնորհակալություն, կհանդիպենք։